Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք հոգեկան առողջության պահպանությունից, իսկ իմ հյուրը Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանն է։ Բարև ձեզ, բժիշկ Վարդանյան, շնորհակալ ենք շատ, որ ժամանակ գտաք ձեր բազմազբաղ օրերից մեզ համար։ Կուզենամ այսպես զրույց անմիջապես սկսենք վիճակագրությունից, վերջերս ձեր մասնագիտական տոնն եք տոնել, դա եւս մեկ առիթ է, որպեսզի յուրահատուկ այսպես հաշվետվություն տանք, էլի ինչպիսի պատկեր ունենք վերջին տարիներին, հաշվի առնելով, որ վերջին 5 տարվա ընթացքում մեր երկրում բավականին այսպես իրադարձություններ տեղի ունեցան, որոնք կարող են խնդիրներ ունեցող անձանց վրա ավելի մեծ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց վրա ավելի լուրջ ազդեցություն թողնել, կամ էլ թեկուզ թիվը ավելացնել հիվանդների։ Անկասկած վերջին իրադարձությունները, հատկապես պատերազմական իրադարձությունը ազդեց մարդկանց հոգեբանական վիճակի վրա եւ բավականին շատ տարածված եղան ստրեսները եւ ուրեմն դեպրեսիաները եւ ընդհանրապես նևրոզիկ ռեգիստրի նևրոզիկ մակարդակի խանգարումները։ Դրան գումարած, որ COVID-ը կորոնավիրուսային ինֆեկցիան շատ մեծ տարածում գտավ հատկապես 20 թվականից հետո ժողովրդի մոտ նկատվեց հոգեկան առողջության զգալի վատացում, բայց փառք Աստծո եւ COVID-ի հետ նահանջել եւ պատերազմական գործողություններն արդեն աստիճանաբար հետ քաշվում, հիմա վիճակը այդքան վատ չէ, ինչ այդ տարիներին, համեմատաբար բարվոք է։ Այստեղ ես եթե հոգեկան առողջության մասին խոսք է գնում, կուզենայի շեշտել, որ կարիքը մեծ է եւ դիմելիությունը բավականին ուրեմն կարիք ունի ավելանալու, այսինքն եթե գոյություն ունեն նախկին ստերեոտիպներ, որ խուսափեն հոգեբուժիչ, չդիմեն, դա արդեն իր էական նահանջը ապրել է եւ փառք Աստծո ժողովուրդը հիմա զարգացել է, ինտերնետը ազատ է, ինֆորմացիան բավականին ծավալուն է, տարածված է, հեշտ է գտնել, ժողովուրդը ինքնակրթությունը մակարդակը բարձրանում է ինքնակրթության եւ աստիճանական լավացում է գտնում, բայց կարիքը չի նվազել, կարիքը դեռևս մնում է մեծ։ Ինչ է կատարվում։ Մենք Սյունիքի մարզում ունենք մեկ մարզային հոգեբուժարան, դա մեր դիսպանսերն է եւ մի քանի տարի առաջ բացվել է հոգեսոցիալական աջակցության կենտրոնը, որը կից է հայկական հոգեբուժական ասոցիացիային եւ նրանք էլ բավականին լավ աշխատանքներ են կատարում, հատկապես նևրոզիկ շերտի, ոչ խորը հոգեկան խանգարումների պացիենտներին օգնում են։ Մեծ խնդիր ունենք կադրերի պակասի հետ կապված։ Դա ձեր մշտական խնդիրն է եղել։ Դա մեր վաղուց ինչ ես դարձել եմ տնօրեն 97 թվականից սկսած տարիներ ի վեր ամբողջ մարզում եղել ենք երկու ֆիզիկական անձ, որից մեկը ես նաև որպես տնօրեն եմ եղել եւ որպես հոգեբուժ եմ եղել։ Հիմա երեքով ենք, մենք ունենք երիտասարդ հոգեբուժ, որը բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, որովհետեւ ինքներդ պատկերացրեք օրվա միջին տևողությունը 80 մահճակալանոց ստացիոնարում 75 է։ Եղել են պերիոդներ, այս տարվա հունիսի 5-ին 6-ին 80 պացիենտի փոխարեն ունեցել ենք 85 պացիենտ, պարկած։ Այո, այսերի թիվը կարող է հասնել մինչև 20, 25, 30, ընդ որում այսերը դա միայն պացիենտները չէ, որ այսեր են կատարում եւ միայն նրանց չէ, որ պետք է սպասարկել։ Դիմում են քաղաքացիներ, դիմում են այլ անձի, գալիս են հետազոտողներ, հատկապես վերջին տարիներին եւ զենքի թույլտվության հետ կապված անհրաժեշտություն եղավ հետազոտվել թմրաբանական վիճակը բարձրելու համար, նաև մենք այդ աշխատանքներն ենք կատարում։ Իսկ ընդհանուր հաշվառված հիվանդների թվով ավելացում կա, թե այսպես միջին թիվը պահպանվում է տարիների ընթացքում։ Չնչին ավելացում կա, էական ավելացում չկա, որովհետև մի կողմից նաև պացիենտների քանակը պակասում է կապված եւ բնական մահերի հետ եւ կապված առողջացման լավացման վիճակների հետ։ Այս պահին 75 ստացիոնարում բուժվող ունենք։ Այս պահին 81, այո, երեք եղել է 81 պարկաս հիվանդ եւ դրանք բոլորը ստացիոնարում պարկասներն են։ Մենք բուժում ենք եւ հոգեկան խանգարում ունեցողներին եւ թմրաբանական խանգարում։ Այո, դա ես նախատեսել էի հարցնել։ Նախքան բայց այդ հարցին անդրադառնալը, խոսենք արցախցիներից տեղահանված, որոնք որ ձեր մոտ նաեւ ունեիք դուք հիվանդներ, հիմա ինչ պատկեր ունեք, որտեղ 15 արցախցի շատ արտարոց դեպք ենք ունեցել, երբ Արցախի բռնագաղթման ժամանակ ադրբեջանական այդ հսկակետում ավտոմատիկ օդով խփել էին մեկ կնոջ գլխին,
նա եկել էր եւ հոգեկան խանգարման մեջ էր եղել, հոգեկան խանգարումը այն ժամանակ հիշեցնում էր օրգանական բնույթի, այսինքն ուղեղի վնասվածքի հետ կապված խանգարում, բայց պարալիզի ուղեղային արյունազեղման նշաններ այն ժամանակ չեն եղել։ Մոտավորապես 1.5 ամիս հետո սկսեց զարգանալ ներգանգային հեմատոման արյունազեղումը, մենք տեղափոխեցինք Կապանի հիվանդանոց, վիրահատվեց այնտեղ, ենթարկվեց գլխուղեղի վիրահատության, հետո վերադարձավ մեզ մոտ, հիմա տեղավորել ենք Արծվանիկի տարեցների սպասարկման կենտրոնում։ Իսկ մյուսներին հաջողվել է որոշ մասին դուրս գրել, ընդ որում սկզբնական պերիոդում շատ դժվար էր, որովհետև ընտանիքները ում զանգում էինք, ասում էին մենք հազիվ ենք տեղավորվել, մի սենյակում 8 հոգով ենք ապրում, հնարավորություն չունենք, տեղ չունենք, բայց աստիճանաբար մի մասին դուրս են գրել, մի մասը դեռ մնում է, մոտավորապես 7 հոգի դեռ մնում են։ Այդ մասին մենք բարձրաձայնել ենք, դիմել ենք եւ տեղական իշխանություններին եւ նախարարությանը եւ մի քանի հոգու տեղավորել ենք Արծվանիկի տարեցների սպասարկման կենտրոնում եւ մտածում ենք մյուսներին ինչպես տեղավորենք։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, նրանց վիճակը բավարար է դուրս գրման համար, ուղղակի տեղ չկա գնալու, ձեզ մոտ պահում եք։ Կան պացիենտներ, որոնք ի վիճակի չեն մենակ ապրելու, իրենք իրենց սպասարկելու, իրենց գոյությունը պահելու։ Եթե մենք վիճակը թույլ է տալիս դուրս գրել, բայց եթե մենք այս պահին դուրս գնենք, նրանք կհայտնվի փողոցում եւ պատկերացրեք հետևանքները բացասական։ Բնականաբար դա ազդեցություն կունենա նրանց հոգեկան վրա։ Այո, բացասական ազդեցություն կունենա նրանց վրա, դրա համար պահում ենք, ճարահատյալ պահում ենք։ Տարիներ շարունակ միշտ դուք այդ հարցը բարձրաձայնել եք սոցիալական տների, եթե չեմ սխալվում, այն հիվանդների, որոնք որտեղ չունեն, գուցեև ինչ որ մի ձև փորձենք պահել։ Ինչ փուլում են այդ աշխատանքները, առաջընթաց ունեք այդ հարցում։ Շահպատվության նախարարությունը կազմակերպեց հանդիպում Վայքում։ Ես եւ հանդիպան ժամանակ անձամբ ես այդ հարցը բարձրացրել եմ նախարարի առջև, ասել եմ, որ լուրջ խնդիր է նոր ինտերնատների խնդիրը, որովհետեւ բավականին հանրության մեկ շերտ կա, քիչ չեն քանակով, որոնք կարիք ունեն ապրելու, ուղղակի ապրելու սոցիալական տներում, լինի դա փոքր համայնքային տներ, լինեն դա մեծ ինտերնատներ, այսօր ունենք մեկ ինտերնատ պետական, դա Վարդենիսի տուն ինտերնատն է մեծահասակների համար, որը լեփլեցուն է։ Այո, 450 տեղանոց ինտերնատ է եւ այնտեղ հերթագրվելու համար պետք է սպասել մի քանի տարի։ Կարիքը մեծ է, որովհետեւ նորից եմ ասում, գնալով կա այսպիսի միտում, կա այսպիսի տենդենս, որը սովետական միության տարիներին մենք չենք ունեցել, ընտանիքները կան ընտանիքներ, որոնք հակված են հրաժարվելու պացիենտներից, չընդունելու նրանց եւ այո, նրանք մնում են պետության հույսին։ Կան ընտանիքներ, որոնք որ նաև ժամանակակից եվրոպական ձևով են այսպես ասած մտածում, որ այնտեղ ընդունված է, չէ, այդպես որ եթե խնամքի կարիք ունի, իրենք չեն կարողանում հանձնեն ինտերնատների, մեզ մոտ մշակույթը դեռ նոր է երևի ուզում ձևավորվել, բայց կառույցները չկան համապատասխան, արդյունքում դժբախտ ճակատագրեր են։ Պատճառները ամենատարբեր են։ Ձեր ասածը եւս գոյություն ունի, բայց կան պատճառներ, որ զուտ էգոիստական են։ Նրանք չեն ուզում իրենց վրա բեռ վերցնել եւ ուրեմն հոգեկան խանգարում ունեցող անձին խնամել։ Մինչդեռ նախկինում նորից եմ ասում, եթե պացիենտը չուներ եղբայր քույր ծնող, հորքուրի աղջիկը կգար կտաներ, մորաքրոջ տղան կգար կտաներ, նրանք հոգեբուժանում չէին թողնի։ Դե հիմա հա մի քիչ խնդիր ունենք։ 2000-ից ավելի հիվանդ ունեք գրանցված։ Կապանի շրջանում այո, գրանցված, բայց դրանք միայն հոգեկան հիվանդները չեն, այդ դրանց մեջ կան նաև թմրաբանական խանգարում ունեցող անձիկ, այո, եւ ցավոք սրտի պետք է ասեմ, որ վերջին տարիներին տարածման ավելի մեծ միտում ունեն հենց թմրաբանական խանգարումները։ Երբ 2018 թվականին մենք այս տաղավարում հանդիպեցինք եւ ելույթ ունեցանք, ես այն ժամանակ բարձրաձայնեցի հաշիշի կործանարար վնասարար ազդեցության մասին եւ հիմա արդեն վիճակը ուղղակի մտահոգիչ է, այն հասել է գրեթե պետական անվտանգության մակարդակի, որովհետեւ ինչ է կատարում, եթե թմրամիջոցը արդեն մուտք է գործել դպրոցներ, դուք ինչ եք սպասում։ Իսկ դա փաստ է, թաքցնելու ոչինչ անհրաժեշտ չէ, չի կարելի թաքցնել։ Պայքարը պետք է ակտիվացնել, որովհետև համատարած է։ Մենք մեր դիսպանսերում այժմ կատարում ենք մեզի անալիզ, մեզի լաբորատոր քննություն թմրամիջոցները հայտնաբերելու նպատակով։ Ցանկացած տեսակի հայտնաբերումը։ Ոչ, 3 խմբի, հիմնական 3 խմբի թմրամիջոցներն են, դրանք մեթամֆետամինն են, մորֆինի, ապիոնի խմբի թմրամիջոցներն են եւ կանաբինոիդներն են, այսինքն հաշիշի պլանի քիմիական նյութն է որոշում։ Եվ ես խոսքս ուղղում եմ ժողովրդին, եթե դուք գիտեք, որ ձեր մերձավորը, ձեր
ընտանիքի անդամը կասկած կա, որ այդպիսի ճանապարհի վրա է, կարող եք բերել հետազոտել ժամանակին արդյունքները իմանալ եւ կանխել հետագա զարգացումը, որովհետեւ հաշիշից բավականին շատ են փսիխոզներ առաջանում, առաջացած փսիխոզների մի մասը փոխարկվում է քրոնիկական ընթացքի եւ շիզոֆրենիայի, որ արդեն կործանարար է մարդու համար, ճակատագրական է դառնում եւ պետք է ուղղակի ժամանակին կանխել եւ բուժել։ Ընդ որում բավականին միջավայրը մտահոգիչ է, մենք ինչ ենք անում, մենք բուժում ենք լավացած վիճակում, անձին դուրս են գորում այն միջավայրը, որտեղ թմրամիջոցների շրջանառությունը թույլ չէ, ուժեղ է, եւ դրանք նորից ընկնում են այդպիսի հոսանքի տակ եւ կրկնությունից ցավոք սարդել լինում են։ Եվ ենթադրում եմ, որ երիտասարդների շրջանում է բավականին տարածված։ Այո, հիմնականում երիտասարդների շրջանում է, իսկ ափիոնային թմրամոլների համար մենք ունենք մեթադոնային փոխարինող բուժում, դա ինչ է նշանակում։ Մեթադոնը հենց ինքը մորֆինի խմբի, ափիոնային խմբի սինթետիկ թմրամիջոց է, որը սինթեզվել է 43 թվականին Գերմանիայում։ Նրանք այդ ժամանակ մեթադոնը տալիս են ինձ զինվորների, որպեսզի վախը ամբողջովին վերանա եւ նրանք մարտադաշտում վախ չզգան։ Մենք մեթադոնը տալիս ենք, որպեսզի չունենանք ծանր առողջական եւ սոցիալական հետևանքներ։ Որոնք են առողջական հետևանքները։ Եթե թմրամոլը օգտագործում է այդպիսի նյութ եւ կախվածության մեջ է, նա ամեն գնով մտահոգված է ունենալ այնպիսի վարքագիծ, որ ամեն գնով ձեռք բերի թմրամիջոց եւ օգտագործի։ Իսկ եթե նա չի աշխատում կամ գումար չունի, ինչպես պետք է ձեռք բերի։ Պետք է գողություն կատարի, հանցագործություն կատարի, որպեսզի գումար ստանա եւ կարողանա ձեռք բերել եւ օգտագործել այդ թմրամիջոցները։ Բացի դրանից, նախկինում խմբակային պատրաստում էին թմրամիջոցների պատրաստուկներ եւ խմբակային օգտագործում էին ամանը ընդհանուր էր, որտեղ եփում էին այդ խառնուրդը, սրսկիչները ընդհանուր էին, միասին այդ տամպոնները, որ մաքրում են, ընդհանուր էին եւ բավականին մեծ տարածում գտավ հեպատիտ C-ն եւ միավ վարակը։ Եվ որպեսզի այդ դրանց դեմը առնվի, մեր պետությունը իհարկե Հայաստանում Միացյալ Ազգերի զարգացման ծրագրի ՄԱԿ-ի գրասենյակի ազդեցության ներքո համաձայնվեց եւ ներդրեց մեթադոնային փոխարինող բուժումը։ Մեթադոնը դա սինթետիկ պրեպարատ է, նա գործարանային մաքուր նյութ է եւ վտանգ չկա, որ ներերակային կներարկեն, մեկը մյուսին վարակ կփոխանցեն։ Պետությունը դա տալիս է անվճար, հարկ չկա հանցագործություն անելու, գումար գողանալու, որպեսզի թմրամիջոց ձեռք բերեն։ Կյանքի որակն է բավականին լավանում, մարդիկ արդեն հանգիստ են լինում, հավասարակշիռ են լինում, աշխատում են, մտահոգվում են ընտանիքի կարիքներով եւ դա բավականին այդպես ոչ միայն վնասների նվազեցման, ռիսկի նվազեցման առումով, այլ նաեւ կյանքի որակը բարելավելու առումով բավականին լավ ծրագիր է եւ աշխարհի առաջադեմ պետությունները կիրառում են։ Նախկին խորհրդային միությունից միայն Ռուսաստանն է, որ չի կիրառում այդ ծրագիրը, մնացած բոլոր հանրապետությունները նախկին կիրառում են։ Դիմելիությունը ինչպիսին է, իսկապես կան ցանկացողներ, որ ուզում են բուժվել այդ թմրաբանական կախվածությունից, այսպես ասած, եւ նաեւ այսպես ալկոհոլի անով եք, չէ՞, դուք աշխատում։ Եթե չեմ սխալվում, նաեւ ձեր ոլորտում խաղամոլության դեմ պայքարի ինչ որ մեթոդներ կան, թե դուք չեք զբաղվում, թե ձեզ չեն դիմում պարզապես կամ անօգուտ է խաղամոլության դեմ պայքարել։ Մենք ստույգ թվային տվյալներ չենք կարող ներկայացնել, որովհետև մենք կարող ենք ասել քանի պացիենտ է մեզ դիմել, բայց չգիտենք թե հանրության մեջ որքան է տարածված։ Այո, դիմելությունը ցածր է, որովհետև մասնագետները քիչ են։ Մեզ դիմելու դեպքում մենք անպայման աջակցում ենք, ընդունում ենք, բուժում ենք, խորհուրդներ ենք տալիս։ Իսկ Սիսիանում, Գորիսում, Մեղրիում չկան մասնագետներ եւ բնական է, որ դիմելությունը այդքան էլ մեծ չի լինի։ Մյուս կողմից ժողովուրդը բավականին զարգացել է, հասունացել է, գիտակցում են, որ պետք է ժամանակին հայտնաբերել։ Այստեղ խնդիրը այն է, որ կասկածի դեպքում ընտանիքը դիմի եւ գիտեք հիմա մարդու իրավունքների ազատականացումը բավականին զգայուն թեմա է պետության համար, միջազգային հանրության համար զգայուն թեմա է։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բարբերաբար այցելում է մեզ եւ ուսումնասիրություններ են կատարում, ինչպես ենք մենք պաշտպանում մարդու իրավունքները։ Դատարանները կարող են մերժել ոչ հոժարական բուժումը, եթե անձը սոցիալական վտանգ չի ներկայացնում տվյալ պահին, այսինքն այստեղ մեծանում է ընտանիքի դերը նրանով, որ եթե պացիենտը
ինքը չի դիմում, մենք իրավունք չունենք քաղաքում որևէ քաղաքացու մոտիկանալ, մեր դիսպանսերի մեքենան ուղարկել որևէ մեկին վերի մեզ մոտ, այդ երևույթները ցանկությամբ է բացարձակ վերացվել են, այո, պետք է կամ անձը ինքը դիմի, կամ ընտանիքը ներկայացնի, իսկ վտանգավոր դեպքերում ոստիկանությունը շտապօգնության միջոցով։ Ենթադրում եմ, մինչև անձը չցանկանա, դուք չեք կարողանա դրա դեմ պայքարել։ Խոսքը վերաբերվում է այն պացիենտների հանդեպ, ովքեր չունեն փսիխոզիկ բնույթի խանգարում, հոգեկան խանգարումը դեռ փսիխոզի մակարդակի չի հասել։ Իսկ եթե արդեն փսիխոզիկ բնույթի խանգարում է, որը բավականին հաճախ է լինում հաշիշ գործածելու դեպքում, պլանք հաշելու դեպքում, այդպիսի դեպքերում փսիխոզով մենք կարող ենք ընդունել նաև ոչ հոժարական հիմունքներով։ Եվ եթե մենք ընդունում ենք պացիենտին, դա վերաբերում է բոլոր պացիենտներին, ոչ միայն թմրաբանական, մենք նրանց բացատրում ենք նրանց մոտ առկա խանգարումը, ասում ենք, որ բուժման կարիք կա, հետևանքներն ենք բացատրում, որ չբուժվելու դեպքում կլինեն այսպիսի բացասական հետևանքներ, տալիս ենք թուղթ եւ գրիչ եւ առաջարկում ենք գրել դիմում համաձայնագիր բուժման համար։ Եթե պացիենտը համաձայնում է, գրում է դիմում համաձայնագիրը, բուժումը սկսում ենք անմիջապես։ Եթե պացիենտը չի համաձայնում դիմում գրել, բայց նրա վիճակը այնպիսին է, որ նա տվյալ պահին վտանգ է ներկայացնում կամ իր կամ շրջապատի համար, կամ եթե այդ պահին վտանգ չէ, շուտով կհասունանա վտանգը, եթե բուժում չիրականացվի, այսինքն վիճակը ավելի կվատանա։ Մենք այդ դեպքում բացատրում ենք, որ չես ուզում, չենք հարկադրում, բայց դու կարիք ունես բուժման, մենք գործը ներկայացնում ենք դատարանին, որպեսզի խնդրենք մեր հայցադիմումով նշանակել ոչ հոժարական հոսպիտալիզացիա եւ ոչ հոժարական բուժում։ Եթե դատարանը մեր հայցադիմումը բավարարում է եւ նշանակում է ոչ հոժարական բուժում, արդեն պացիենտի կամքից անկախ մենք իրականացնում ենք բուժումը։ Այդ պրոցեսները կարգավորված են մեր մայր օրենքով, դա հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին օրենքն է, որը 2020 թվականի սեպտեմբերի 20-ին լրացվել է, նոր գլուխներ են ավելացվել եւ առաջնորդում ենք հիմնականում դրանով։ Դե բայց ամեն դեպքում հիվանդի կամքը եւ ցանկությունը ամենաառաջնային է բնականաբար։ Հիվանդի Եթե դուք բուժեք, ինքը նորից գնա եւ դա օգտագործի։ Առաջնային է այնքանով, որ հենց սկզբից մենք առաջարկում ենք իրեն կամավոր համաձայնվել եւ գրել դիմում համաձայնագիր։ Այո, վերջերս առողջապահության նախարարի հրամանով լրացում կատարվեց։ Մենք ունենք այսպիսի աշխատակարգ, ընթացակարգ, դա պացիենտի ֆիզիկական զսպումն է, երբ նրան ուղղակի զսպում ենք, ամրացնում ենք մահճակալին, որպեսզի նա ագրեսիվ ջարդարար գործողություններ չկատարի, եւ դեղորայքային հանդարտեցումն է։ Դեղորայքային հանդարտեցումը դա այն է, որ պացիենտի կամքին հակառակ մենք իրեն ներարկում ենք որևէ հանգստացնող կարգավորող դեղամիջոց։ Այո, եւ եթե նախկինում մենք ուղղակի կատարում էինք, այսօր հրամանի համաձայն մենք եւ ֆիզիկական զսպումը անելուց առաջ եւ հանդարտեցումը անելուց առաջ պետք է պացիենտին բացատրենք եւ հարցնենք իր համաձայնությունը։ Դա եւս նորություն է։ Բայց դա բարդ չէ, այդ հուզական ոչ նորմալ կայուն վիճակում գտնվող մարդուն նման բան հարցնել։ Եվ այդ իմաստով եւ ավելի շատ, որ այդ պրոցեդուրան շատ ժամանակ է պահանջում, աշխատատարի, այդքան շատ կադրեր մենք չունենք, որ իրենցով զբաղվում։ Այո, եթե զարգացած երկրներում մեկ պացիենտի վրա միաժամանակ աշխատում է 5 մասնագետ, մեզ մոտ աշխատում է երևի բժիշկը եւ բուժքույրը, քիչ ենք։ 2019 թվականի դեկտեմբերին մեզ մոտ այցելեցին Եվրոպայի խորհրդանական հանձնաժողովի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները աշխարհում հայտնի հոգեբույժ Մեյուքսի գլխավորությամբ եւ նրանք 3 օր հետազոտություններ կատարեցին, երբ որ հավաքվեցինք արդյունքները քննարկելու, Ստիվ Մեյուքսը ինձ այսպեսի մի բան ասեց, բացի այն, որ դուք տնօրենն եք եւ հոգեբույժ եք, եւս առնվազն 5 հոգեբույժ է պետք է այստեղ։ Իսկ այն ժամանակ մենք 2 ֆիզիկական անձ ենք եղել, ես եւ բժշկուհին։ Ես եւ հոգեբույժ եմ աշխատել եւ որպես տնօրեն եմ աշխատել։ Իսկ կարիքը միտում ունի բավարարելու որակը։ Եթե աշխատակիցների քանակը քիչ են, իսկ ծանրաբեռվածությունը չի պակասում, այդ X քանակի աշխատանքը պետք է կատարեն փոքրաթիվ թվով աշխատակիցներ, բնական է որակը այդ ամբողջովին ապահովել հնարավոր չէ։
Բացի մասնագիտական խնդրից դուք ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել եք նաև շենքային պայմանների մասին, առաջարկելով կամ կից մասնաշենք լինի կամ մի հարկ ավելացնեն, որ փուլում են այդ աշխատանքները եւ կուզենայի նաև այստեղ խոսենք, արդյոք միայն պետական միջոցներով կարողանում եք բավարարել հիվանդների կարիքները, թե այլ ընկերություններ, կազմակերպություններ կան, որոնք ձեզ միշտ աջակցում են։ Տարիներ շարունակ մենք գտնվել ենք կատաստրոֆիկ վիճակում։ Բարիս բուն իմաստով ողբերգական վիճակում, ինչ էր կատարվում։ Պետությունը ձևը գտել էր, ասում էր բյուջեն սահմանափակ է, բյուջեն ինչ որ բողոքում ես, բողոքդ ընդունում եք ճիշտ է, բայց գումար չկա։ Այդպես էին ասում։ Կամ էլ ասում էին դե տնօրենս գնա մի բան արա։ Եվ մենք ստիպված էինք դիմել բարեգործական նախարարների բավականին շատ, երևի Հայաստանի Հանրապետություն ոչ մի հոգեբուժարան այդպիսի ահռելի քանակի միջոցներ, ֆինանսներ չի ստացել բարեգործներից, որոնք մեզ են հատկացվել, բայց ամեն դեպքում մեր կարիքները անսպառ են, շատ են, քրոնիկական են, անընդհատ կարիքներ ունենք եւ մեր հույսը եղել են բարեկամները։ 2014 թվականի հոկտեմբերին մեր արտաքին պարտքերը կազմում էր 10 միլիոնից ավելի դրամ։ Որպեսզի պացիենտս ուտեր նորմալ սնունդ, նրան պետք է օրական 1000 կամ 1200 դրամի դրամական միջոց։ Իսկ մեր պացիենտը ուտում էր 450-500 դրամի, եթե մեզ էինք տալիս 600 դրամի։ Պացիենտները գունատ էին, այդ գունատությունը փոխարկում էր դեղնության։ Ստացվում էր, որ քրոնիկական հիվանդները, որոնք 10 եւ ավելի տարի բարկած էին, գրեթե նման էին քայլող կմախքների, դեղնած, անմխիթար վիճակ էր։ Եվ 2014 թվականի հոկտեմբերին ես դիմեցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որոնք դրական արձագանքեցին եւ 2014 թվականի նոյեմբեր ամսից սկսած ամեն ամիս 2 միլիոն դրամ հատկացվում է մեզ որպես սննդօգնության գումար եւ իրավիճակը շտկվել է, այժմ պացիենտները կուշտ են, գոհ ենք, չափազանց շնորհակալ ենք մեր պատվավոր հովանավորից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, այո, դա իսկապես փրկության ձեռք էր։ Մնացած հարցերում կարիքները շատ են, չի կարելի, որպեսզի նույն բաժանմունքում բուժվեն եւ քրոնիկական հիվանդները, որոնք ունեն անձի դեֆեկտ, նրանք հիգիենիկ մաքուր չեն հետևում իրենց մաքրությանը, արտաքինին եւ նրանց հատուկ խնամք է պետք, եւ թամ պահպանված հիվանդները, որոնք սովորական քաղաքացիዎች չեն տարբերվում, ուղղակի եկել բուժվել են գնալ։ Որքան էլ մենք մեկուսացնենք ըստ հիվանդասենյակների, նշանակություն չունի, որտեղ զուգարանը ընդհանուր է, լվացարանը ընդհանուր է, ճաշարանը, միջանցքը, հեռուստացույցը եւ դա տարբաժանում չէ։ Չի կարելի նաև որպեսզի հոգեկան հիվանդները եւ թմրաբանական պացիենտները նույն բաժանմունքում բուժվեն, բայց առայժմ մեզ մոտ այդպեսին է։ Ես տարիներ ի վեր բարձրացել եմ այս հարցը եւ պետությունը ի վերջո սկսել է հոգեբուժարաններին ուշադրություն դարձնել։ Որքան լավ է, որ Նուբարաշենի հոգեբուժարանին հատկացվել է 4 միլիարդ դրամ հիմնանորոգման համար, մեկ կորպուս արդեն կառուցվել է, մնացած աշխատանքները շարունակվում են, հաջորդը մենք ենք, որովհետև ես անընդհատ հարցերը բարձրացնում էի։ Տարիներ շարունակ դուք այդ հարցը բարձրաձայնել եք։ Այո, մենք միշտ պայքարել ենք, որպեսզի պայմաններ ստեղծենք եւ կառավարությունը դրական է արձագանքել։ Մեր Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը իմ նամակը ուղարկել էր կառավարություն, որտեղ կառավարությունը դրական է արձագանքել եւ ասել է, որ մեր դիսպանսերը որոշակի ծրագրի շրջանակում կընկրկվի մեծացավալ հիմնանորոգման մեջ։ Մենք կարիք ունենք նոր մասնաշենքի, որովհետև եթե արտաքուստ նայում եք, թվում է թե շենքը մեծ է, բայց այն մեր կարիքներին չի բավարարում, որովհետև բացի պացիենտների հիվանդասենյակներից մենք ունենք նաև աշխատասենյակներ, օժանդակ սպասարկման սենյակներ, պահեստներ եւ այլն։ Մենք կարիք ունենք մեկ նոր մասնաշենքի, այդպիսի նախնական ենթադրություն կա, որ դեպի Կապանի կողմը հատվածում, որտեղ մեր մեղվափեթակներն են տեղադրված, այդտեղ կառուցենք նոր մասնաշենք, որի հիմքում լինի ապաստարան, որովհետև ապաստարանը կարևոր է մենք չունենք, առաջին հարկում լինեն պահեստներ, արհեստանոց, օժանդակ հանգույցներ, համապատասխանի բոլոր չափանիշներին։ Մենք վարչակազմը լինի եւ ամբուլատոր օղակը, ամբուլատոր սպասարկում, իսկ հին մասնաշենքը ամբողջովին վերափոխվի եւ հիվանդները բաժանվեն ըստ խմբերի, ինչպես որ պահանջվում է։ Ձեր ոլորտը նաև դուք նշեցիք, որ բացի հիվանդների հետ աշխատելուց նաև
փաստաթղթային այսպես շրջանառությունն է շատ ստուգել, որ զենքի կրման այնտեղ դատական process-ներին մասնակցել եւ այլն։ Նորագույն տեխնոլոգիաներից կարողանում եք օգտվել։ Օգտվում եք որքան կարողանում եք։ Չէ, նկատի ունեմ տեսախցիկներ տեղադրեք, որ հետո ինչ-որ մի բան պետք լինի ապացուցելու համար դուք ներկայացնեք, դա նկատի ունեմ։ Մենք մի քանի ամիս առաջ տեղադրել ենք տեսախցիկները եւ ունենք տեսախցիկներ 20 հատվածում։ Այո, մենք նաև այլ աշխատանքներ ենք կատարել, հրշեջ անվտանգության համակարգն ենք լավացրել, հակահրդեհային։ Ձեր մոտ դա կարևոր է, որտեղ հիվանդները կարող են անկանխատեսելի լինել եւ Չէ, բավականին աշխատանքներ կատարվել են, շատ աշխատանքներ են կատարել, լվացկատունն ենք հզորացրել, որ կարիք ունենք, այո։ Մենք էլեկտրական սնուցող գծերի տեղն ենք փոխել, ձևն ենք փոխել, այժմ հաստ կաբելով է գալիս եւ ծառերին չի կպնում, հողացման վտանգ չկա եւ շատ ավելի ապահով է, աշխատանքներ կատարել ենք, բայց որքան էլ ժամանակը անցնում է, պահանջներ, նոր պահանջներ են գալիս եւ անընդհատ այո հարկադրված ենք։ Մենք կարիք ունենք տրանսպորտային պարկի նորացման, թարմացման, անցած տարի ձեռք ենք բերել մեկ էլեկտրական մեքենա, բայց որպեսզի հիվանդանոցը ամբողջովին ապահով լինի, կարիք ունենք այնպիսի մեքենայի, որ պացիենտներին հնարավոր լինի տեղափոխել թե նստած, թե պատգարակով պարկած վիճակում։ Տեսախցիկները արդյունավետություն ունեն, չեն խանգարում ձեր աշխատանքին, թե հակառակը։ Ոչ, հակառակը դա ավելի միասնական է դարձրել մեր եւ հերթապահ անձնակազմին, որովհետեւ գիտեք գիշերային աշխատանքը դա ծանր աշխատանք է, մարդիկ հոգնում են, պատահում են, ննջում են, հսկողություն է թուլանում, մենք բարբերաբար նայում ենք բոլոր մեր վարչակազմի աշխատակիցները, նայում ենք ինչպես են աշխատում, ինչ հիվանդ կա, ինչ խնդիր կա եւ կապը ավելի անմիջական է։ Լիազորությունները ձեր ավելացել են, թե միշտ էլ այդ փաստաթղթային բաները միշտ բոլորը ձեր մոտով է գնացել, այնտեղ հարցը կիսատ մնաց, այսպես նույնիսկ դրա մասին խոսենք եւ աստիճանաբար արդեն զրույցի հետ։ Բավականին արդիական թեմա է, հիմա աստիճանաբար պետությունը անցում է կատարում թղթային աշխատանքից դեպի ինտերնետային համակարգի աշխատանքներ եւ այո, արդեն որոշ բաներ դադարել են թղթային գրվելուց, օրինակ դեղատոմսերը, եթե մենք թղթային գրում էինք եւ անաշխատողնակության թերթիկները, եթե թղթային գրում էինք, հիմա արդեն դրանք էլեկտրոնային են, միանգամից մուտքագրվում են համակարգ, բայց ցավոք սրտի դեռ հիվանդության պատմագիրը, որ շատ ծավալուն է, գիտեք, ամեն մի հիվանդի համար կարող է մի գրքի չափ ինֆորմացիա գրվի։ Այո, գրում ենք եւ էլեկտրոնային եւ թղթային, սպասում ենք, որ թղթային տարբերակը վերացվի։ Դե լավ կլինի։ Չէ, ես նկատի ունեի ավելացում, այնտեղ նկատի ունեի, որ այդ զենքի կրման համար եք դուք էլի փաստաթղթ այս համապատասխան եւ մի շարք բաներ ձեր կառույցի միջոցով է այսպես ասած հաստատվում։ Բավականին ուշացել է։ Շատ ճիշտ քայլ է, որ բոլոր զենք ունեցողներին պարտադրում են, որպեսզի անցնեն թմրաբանական հետազոտություն։ Ոչ միայն մասնագետի հետ զրույցի առումով, այլ նաև օրգանիզմում, կենսամիջավայրում թմրամիջոցների գործածման հետքեր հայտնաբերելու համար։ Եվ մենք քիչ չէ, որ հայտնաբերել ենք դեպքեր, մարդկանց խորհուրդներ ենք տվել, բացատրություններ ենք տվել, մարդիկ են եղել, որ ուղղվել են, մարդիկ են եղել, որ պետք է նորից գան հետազոտման, ինչ էր կատարում։ Մարդիկ օգտագործում են եւ թմրամիջոցն էլ կարող է հարբացություն տալ։ Եթե մենք հարբացություն ասելով ժողովուրդը հասկանում է ալկոհոլային հարբացություն, ապա կա նաեւ հաշիշային հարբացություն, կա նաեւ նարկոտիկային հարբացություն։ Այո, հարբացությունը է։ Եվ քիչ են հանցագործությունները, որոնք նաեւ թմրամիջոցի հարբացության պայմաններում են տեղի ունեցել։ Բավականին երկար է, չէ՞, օրգանիզմում մնում դրա ազդեցությունը կիրառման։ Անհատական է, ոչ։ Երկար մնում է պարբերական օգտագործում։ Կանաբինոիդներն կարող են պահպանվել 2-ից մինչև 6 ամիս, կախված օրգանիզմի առանձնահատկություններից։ Եվ վերջում, այնուամենայնիվ կարողանում եք ինտեգրումը հասարակության մեջ անել այն հիվանդների, որոնք որ առողջացել են, որոնք որ պարբերաբար այցելում են, իրենց դեղորայքը ստանում են, կայուն վիճակում են, բոլոր քաղաքացիների նման շարքային, այսպես իրենց առօրյան են վարում, բայց փոքր տեղ է ամեն դեպքում բոլորը գիտեն ով ինչ հիվանդության պատմություն ունի եւ գուցեև դժվարանում է նրանց ինտեգրումը հասարակության։ Եվ մենք հաշվառումից անում ենք առողջացման կապակցությամբ։ Շատ կարևոր է, որպեսզի ընտանիքը մեզ հետ աշխատի, շատ կարևոր է եւ բժշկի մակարդակը գիտական, աշխատանքային պրոֆեսիոնալիզմը, բայց շատ կարևոր է պացիենտի ինտելեկտուալ զարգացման մակարդակը եւ նրա ուրեմն պահվածքը, որպեսզի նա համաձայնություն տա եւ բուժումը շարունակի չձանձրանա։
կարևոր է նաև ընտանիքը, որ հետևի։ Պետք է ստեղծվի, այսպես ասած, պայմանականորեն ասած եռանկյուն ունի 3 գագաթ՝ բժիշկ, պացիենտ եւ ներկայացուցիչ։ Եվ եթե պացիենտը ինչ-որ մի բան ունի, նա ամաչում է բժշկին ասել կամ դիտավորյալ, չի ասում, ընտանիքը իմանում է, բժշկին հուշում է։ Եթե օրինակ ասեք ինչ-որ մի բան կա, որ ընտանիքը գիտի, նաև պացիենտը գիտի, նա չի ուզում ընտանիքը իմանա, նաև բժշկին ասում։ Եվ եթե եռանկյունի 3-ն էլ զուգահեռաբար աշխատում են, համակցված համերաշխ աշխատում են, արդյունքը բավականին լավ է լինում, որտեղ մենք իսկապես ունենում ենք դեպքեր, երբ ծանր փսիխոզներից հետո անձանց հանում ենք հաշվառումից։ Մենք համագործակցում ենք զբաղվածության կենտրոնի հետ, մենք ուրեմն ունենք հայտարարություններ, որ քաղաքացիները, ովքեր ուզում են ընդգրկվել որոշակի ծրագրերում, կարող են դիմել զբաղվածության կենտրոնին։ Ես մի քանի անգամ եւ իմ ելույթներում եւ ընդհանրապես իմ դիմումներում շեշտել եմ, որ պետք է լինեն համայնքային զբաղվածության կենտրոններ, ինչ է կատարվում։ Մենք պացիենտին բուժում ենք եւ ուր ենք դուրս գրում։ Դուրս ենք գրում այն միջավայրը, որը հենց ինքը կարող է գրգռել եւ սրացնել, կրկնել հիվանդությունը։ Աշխատանք չկա, բոլորը չեն կարող տեղավորել աշխատանքի, զբաղվածություն չկա, եթե ընտանիքը ֆինանսի կարիք ունի, պառակտումը հավանական է, ռիսկը բարձր է ընտանիքների քայքայման, դրա համար լավ կլինի, որ պետությունը շատ ավելի շեշտակի վերաբերվի մեր խանգարումները ունեցող, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց աշխատանքի տեղավորելու հարցում։ Տեսեք, 2014 թվականին կա կառավարության որոշում, համարը չեմ հիշում, դա կոչվում է կազմակերպությունում աշխատատեղերի քվոտաների մասին։ Դա նշանակում է, որ կախված իր աշխատակիցների թվաքանակից ամեն մի կազմակերպություն պետք է ունենա որոշակի թվով աշխատատեղեր զուտ հաշմանդամների համար։ Այդ թվում նաև հոգեկան խանգարում ունեցող հաշմանդամների համար։ Ճիշտ կլինի, որ պետությունը on-line-ի այդ քվոտաները եւ լինի այդպիսի բան, որ ամեն մի կազմակերպություն ինքը հաշվետվություն ներկայացնի, թե քանի հաշմանդամ է վերցրել աշխատանքի եւ քանի հոգեկան խանգարումով անձի, որովհետեւ ցավոք սրտի դեռ խարանը կա, դեռ ստիգման կա, դեռ ուրեմն բացասական վերաբերմունք կա, կարծում են, թե եթե մարդը հոգեի բուժարանում բուժվել է, նա այլևս ոչնչի պետք չէ, նա ուրեմն էլ հանրությանը հարիր չէ այդպիսի մարդուն, որը բավականին սխալ կարծիք է։ Մեր պացիենտների մեջ լինում են ամենատաղանդավորները, ամենապարտաճանաչները, ամենակատարողականները եւ անհրաժեշտ է նրանց օգնության ձեռք մեկնել։ Շատ կարևոր է, ես 2007 թվականից սկսած անընդհատ գրել եմ, որ արտասահմանյան մոդելը ընդօրինակ ենք, իսկ նրանց մոդելը դա համայնքային մոդելն է։ Այո, որ ամեն մի համայնքում լինեն վերականգնողական կենտրոններ, որտեղ աշխատեն բազմամասնագիտական թիմեր, լինի հոգեբան, լինի սոցիոլոգ, լինի իրավաբան, եւ լինի բժիշկ, եւ լինի համայնքի ներկայացուցիչները, լինի դախնամակալության հանձնաժողովի ներկայացուցիչները, թե մեկ այլ, եւ այդպիսի համալիր թիմով աշխատեն մարդու հետ, որպեսզի մարդը բուժվի, ոչ թե հիվանդությունը մենք պետք է բուժենք, այլ մարդուն պետք է բուժենք, դա Հիպոկրատի խոսքն է։ Մեր դեվիզը բժշկական ինչ է ասում, բուժիր մարդուն եւ ոչ թե հիվանդությունը։ Այո, եւ եթե այդպիսի կենտրոններ դեռ չկան ժամանակին, այո, մեր հոգեկան առողջության հիմնադրամը Անգլիայի դեսպանատան աջակցությամբ բավականին լայն աշխատանքներ է կատարել ժամանակին, նրանք ուրեմն առանձին մասնաշենքում ստեղծել են բազմաթիվ զբաղվածության տեսակներ, լինի դա արվեստի թերապիա, լինի դա երաժշտական թերապիա, թե լինի կավագործություն, թե ասմունքի խմբակ եւ այլն, եւ բավականին օգտակար է եղել, բայց առայժմ պետությունը պետք է ինքը համարի, որ այդ ռեաբիլիտացիոն ծրագիրը հանդիսանում է բժշկության վերջնական էտապը եւ լինի առողջապահական նպատակային ծրագրերի անբաժանելի մասը, իսկ առողջապահական նպատակային ծրագրերը դրանք պետական պատվերով իրականացվող աշխատանքներն են։ Ռեաբիլիտացիան եթե չկա, աշխատանքը թերի է կատարվում։
ճիշտ կլինի, որ պետությունը ինքը ներդնի, ինքը ֆինանսավորի եւ ինքն էլ պահանջի աշխատանքներ։ Շնորհակալություն շատ Բժիշկ Վարդանյան։ Կարևոր մասին հաղորդաշարն է եթերում։ Այսօր մենք խոսեցինք հոգեկան առողջության պահպանությունից, իսկ հիմիրը Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանն էր։ Առողջ եղեք։